Արտադրողը տենում եք, գյուղացին ինչ խնդրի առաջ է կանգնած, բերքը լսում է ծառերից ներքև, ոչ մթերում կա, ոչ բան կա, ժողովուրդը սաղ տարին տանջվել են վարկերով, տոկոսներով բերք են մշակե, այսօր սաղ արտադրանքը մնացել է, դուրս չի գալիս, Ռուսաստանը չի ընդունում գյուղացու բերքը, 2-3 օրից արդեն ծիրանի բերքահավաք սկսվի, արդեն հասնում է ծիրանը, նույն վիճակը արտանում չկա, գյուղացին չգիտի ինչ պետք է անի, իր մշակած բերքը սաղ տարին տանջվել է, կարկուտից, ցրտից, անձրևից ինչ էլ կա, էդ էլ սա լսում է ներքև ծառերից, արտանում չկա։ Գիլասը այս պայն այնքան լճացում է, որ ընտիր մշակած գիլասը 200 դրամ, 300 դրամ շուկան, տեղական շուկայում, վաճառք չկա, ժողովուրդը օրը մնում են շուկան, վերջում բերում լսում են զիբիլը, ինչ պետք է անեն։ Արտանում չկա, ամեն տարի այս սեզոնին, այս ամիսներին արդեն սկսվում էր աժուտաժը, ժողովուրդը ֆուրերը գալիս էին, մթերում կար, 1000 դրամից սկսվում էր մթերումը, այս տարի 500 դրամ սկսվել է տեղական բազարում ծախվել է, այս պայդրությամբ 200 դրամ չի վաճառվում, կոնկրետ գիլասի մասին է խոսքը, թութը որ վաբշե ահավոր է, մարդիկ թողում են լսում է ծառերի տակը, հեսա տեսը գետինը սաղլցված թութը, ինչ վիճակ է, թութը 3-4 օրվա կյանք ունի, ոնց պետք է գնա հասնի Եվրոպա, մինչև հասնում ես Մոսկվայից հասնում շուկան, որ վաճառես, իր կյանքը մի օր է, հազիվ ենք հասնում, մի օր, 2 օր, որ վաճառես, այդ ոնց պետք է գնա հասնի օրով ստից Եվրոպա, չգիտեմ ինչերով պետք է գնա հասնի Եվրոպա, թե Եվրոպան պետք է գաս թե Հայաստանում ուտի էդ հա, ոնց որ Փաշինյանն ասում, լոլիկ այս պայդրությամբ էլի 200 դրամ, 300 դրամ տեղական բազարում է, բայց խանութներում 5-600 դրամ են վաճառում այս պայն, բայց շուկայում այս պայդրությամբ 300 դրամ է, բերքը մշակել ենք արտանում չկա, մթերում չկա,